Գիրք Ծննդոց, գլուխ 38. Եվ եղավ, որ այն ժամանակ Հուդան իր եղբայրների մոտից իջավ և գնաց մի Ոդողոմացի մարդու մոտ, անունը Իրաս, և Հուդան Շավվա անունով մի քանանացու աղջկանը տեսավ, և առավ նրան, և մտավ նրա մոտ, և նա հղացավ և մի որդի ծնեց, և նրա անունը դրավ, և դարձյալ հղացավ և որդի ծնեց, և նրա անունը Օնան դրավ, և դարձյալ մի որդի ծնեց, և նրա անունը Սելոմ դրավ, և Հուդան Քեզիբումն էր նրան ծնելիս, և Հուդան իր առաջինեկ տղա Էրի համար կին առավ, անունը Թամար, և Հուդայի առաջինեկ չար էր Եհովայի առաջին, և Եհովան սպանեց նրան, և Հուդան ասեց Օնանին. մտիր քո եղբոր կնոջ մոտ և տաքրության պարտքը կատարիր նրա համար, և քո եղբոր համար սերունդ հանիր, և Օնանը գիտած, որ սերունդը իրանը չի լինելու, նրա համար, երբ որ իր եղբոր կնոջ մոտ էր մտնում, սերմը գետինն էր թափում, որ իր եղբորը սերունդ չտա, և այս բանը, որ նա արավ, չար երևեցավ Եհովայի առաջին, և նա նրան էլ սպանեց, և Հուդան իր հարց Թամարին ասեց. որբևայրի նստիր քո հոր տանը մինչև որ իմ Սելոմ որդին մեծանա, որովհետև ասեց. միգուցե նա էլ իր եղբայրների պես մեռնի, և Թամարը գնաց ու իր հոր տանը նստեց, և շատ օրերից հետո մեռավ Շավայի աղջիկը, Հուդայի կինը, և Հուդան մխիթարվել էր, և գնաց թամնա իր հոտերը ասրակտուր անողների մոտ ինքը և իր բարեկամը Ոդողոմացի Իրասը, և պատմեցին Թամարին ասելով. ահա քո զքեսրայրը դեպի Թամնա է դուրս եկել իր ոչխարները ասրակտուր անելու, նա էլ իր որբևայրության հանդերձները հանեց իր վրայից և քողով ծածկվեցավ և փաթաթվեցավ, և Թամնայի ճանապարհումը եղող Ենայիմի մուտքումը նստեց, որովհետև տեսավ, որ Սելոմը մեծացել էր, բայց իրան նրա համար կին չտվին, և Հուդան տեսավ նրան և բոս կարծեց, որովհետև երեսը ծածկել էր, և ճանապարհին դեպի նրան դարձավ և ասեց. խնդրեմ թող քեզ մոտ մտնեմ, որովհետև չգիտեր, թե նա իր հարսն էր, և նա ասեց. ինչ կտաս ինձ, որ ինձ մոտ մտնես, նա էլ ասեց. ես մի այծի ուլ կուղարկեմ հոտերիցը, և նա ասեց. արդյոք գրավ կտաս մինչև ուղարկելդ, և Հուդան ասեց. ինչ գրավ տամ քեզ, և նա ասեց. քո կնիքը և ժապավենը և գավազանը, նա էլ տվավ նրան, և մտավ նրա մոտ, և Թամարը հղի մնաց նրանից, և վեր կացավ գնաց, և իր վրայից քողը հանեց, և իր որբևայրության հանդերձները հագավ, և Հուդան այծի ուլն ուղարկեց իր բարեկամ Ոդողոմացու ձեռքովը, որ այն կնոջ ձեռքիցը գրավն առնե, բայց նա չգտավ նրան, և այնտեղի մարդկանցից հարցրեց ասելով. ուր է այն բոզը, որ Ենայիմումը ճանապարհի վրա էր, և նրանք ասեցին. այստեղ բոզ չկար, և նա դարձավ Հուդայի մոտ և ասեց. չգտա նրան, և այնտեղի մարդիկն էլ ասեցին, թե այստեղ բոզ չկար, և Հուդան ասեց. թող իրան լինի, միայն թե խայտառակ չլինենք, ահա ես այս ուլը ուղարկեցի, և դու չգտար նրան, և եղավ, որ 3 ամսից հետո Հուդային պատմվեցավ ասելով. քո հարս Թամարը պոռնկացել է, նաև ահա պոռնկությունիցը հղի է, այն ժամանակ Հուդան ասեց. հանեցեք նրան և պետք է այրվի, երբ որ նրան դուրս էին հանում, նա գրավները իր զքեսրայրին ուղարկեց ասելով. ես այս բաների տիրոջիցն եմ հղի, նաև ասեց. խնդրեմ ճանաչիր, թե որինն է այս կնիքը և ժապավենը և գավազանը, և Հուդան ճանաչեց և ասեց. նա ինձանից արդար է, որովհետև նրան իմ որդի Սելոմին չտվի, և այլևս չգիտաց նրան, և եղավ, որ նրա ծնելու ժամանակը, ահա նրա արգանդումը երկվորյակ էին, և եղավ, որ ծնելիս մեկը ձեռքը մեկնեց, և մանկաբարձն առավ և նրա ձեռքի վրա կարմիր դերձան կապեց ասելով. առաջ այս դուրս եկավ, և նա հենց որ իր ձեռքը ետ քաշեց, ահա նրա եղբայրը դուրս եկավ, և մանկաբարձն ասեց. ինչու պատառեցիր ցանկը, պատառումը քեզ վրա, նրա համար նրա անունը Փարեզ դրվեցավ, և հետո ձեռքին կարմիր դերձան ունեցող եղբայրը դուրս եկավ, և նրա անունը Զարա դրվեցավ։